Երեք մեր լրագրողը նկատել են նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Մարգարյանին մի խումբ մարդկանց հետ Սարյան փողոցում զբոսնելիս, իսկ հետևից մի քանի թիկնապահներ։ Մեր լրագրողը մի փոքր հեռվից հետևել է թաղապետին, որն այս օրերի հերոսն է եւ բոլորի հետաքրքրության կենտրոնում է։ Ամենաուշագրավն այն է, որ մարդիկ ամեն քայլափոխի մոտենում էին իր սենյակում քաղաքացուն ծեծի ենթարկած պաշտոնյային, ձեռքը սեղմում, ջերմորեն ողջունում եւ ասում՝ լավ է Սարել, մենք քո հետ ենք։ Թվում է, թե մարդիկ պետք է դատապարտեին չափն անցած թաղապետին, բայց ճիշտ հակառակն էր։ Ցավալի է, որ մեր արժեքներն ու չափանիշներն այսքան փոխվել են եւ հանրային մի շերտ կա, որի պատկերացմամբ ուժը տղամարդկությունը բռունցքներին ազատություն տալն է եւ պետական պաշտոնյայի լպիրշությունը։ Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախորդին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում։ Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել։ Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին։ Նախորդի հավաքին էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները։ Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել, իսկ ինչպես է արձագանքելու ձեզ ուղղված իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկին։ Մեր հարցին այսպես արձագանքեցին, այնպես ինչպես հրապարակային ենք հայտարարել։ Իսկ վերջին օրերին հատկապես տարածում է գտել դաշինքի падգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը։ Եթե նախաձեռնողները ներկայացնեն մի 10-ից 15 ԿՊԱ-ական ստորագրություն կամ կարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին։ Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել։ Ասվել է, որ բոլորը պարտադիր մասնակցեն շաբաթօրյակին, իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները։ Նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատուն կանեն դեռևս չկառուցված ակադեմիական քաղաքում, որը հիշեցնենք նախատեսում են կառուցել 17-րդ թաղամասում 2030 թվականին, եւ որտեղ պատրաստվում են տեղափոխել հայաստանյան բոլոր բուհերը, իսկ առաջին շենքերը նախատեսում են կառուցել 2029 թվականին եւ դրանք կլինեն հանրային նշանակության օբյեկտներ։ Երևանի նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո Հանրապետություն եւ քաղաքապայմանագիր կուսակցությունների միջև բազար է սկսվել։ ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը։ Սակայն մյուս կողմից Արամ Զամենիչի կուսակիցները պատվի հարց են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված։ Հենց դեպքի օրը Հանրապետության կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ։ Ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի եւ իրենց թաղապետին պատժեն, գործից ազատեն, ապա Երևանի ավականիում իշխանության կոալիցիան կքանդվի եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երևանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երևանում իշխանություն ունի բացառապես շնորհիվ Հանրապետության եւ ԴՕԳ-ի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել։ Թերևս նաեւ այս բազարներից հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի մեղմ հոդվածով եւ տեղեկացրին, որ երկու քրեական վարույթ է հարուցվել։ Մեկը նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արտուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը։ Մյուսը մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաեւ թաղապետը։ Որոշ ժամանակ իբրև թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն երկուսն էլ կարճել եւ թաղապետն էլ կշարունակի պաշտոնավարել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել։ Բոլորը հասկանում են, որ Միացյալ Նահանգների նման կարևոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ, թիմակից, որին վստահում է, որովհետև գերտերությունում դեսպանի պաշտոնը նաև ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա որպես կանոն յուրային չի համարում, չի վստահում։ Սա գիտեն նաև նրա թիմում եւ ասում են այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար։ ՔՊԱ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի արտերկրի այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս նիկոլական թեզերն առաջ տանելու համար։ Ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում շշպռելով քաղաքական հակառակորդներին։ Օրերս էլ պատրեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը, ոտնահարելով դիմումների եւ բողոքների քննության մասին ՀՀ օրենքը։
Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաև ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել, տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երթմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի։ Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած հանուն արդարության պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին փարաքարի ընտրությունները, չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել։